Մարդու իրավունքների պաշտպանի և Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպանության համագործակցությամբ հոկտեմբերի 7-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի մշակույթի տանը տեղի է ունեցել սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելում, իրազեկում և հասարակական գիտակցության ձևավորում թեմայով միջոցառում։ Ներկա են եղել Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, քաղաքացիական հասարակության, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, Գավառի պետական համալսարանի, քոլեջների դասախոսներ և ուսանողներ, դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ և ավագ դպրոցի աշակերտներ, ինչպես նաև թեմայով հետաքրքրված այլ անձինք։ Բացման խոսքով հանդես են եկել մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ Վինթերը։ Իր խոսքում պաշտպանն անդրադառնալով սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդրին, նշել է, որ չնայած իրականացված քայլերին, սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները շարունակում են մնալ մեր հասարակության համար լուրջ և մտահոգիչ խնդիր՝ մարդու իրավունքների պաշտպանության և գենդերային հավասարության ապահովման տեսանկյունից։ Գեղարքունիքի մարզում ըստ տարբեր հետազոտությունների մեծ է թիվը սեռով պայմանավորված նաև հղիության արհեստական ընդհատումների, այդ թվում երբ վերլուծում են ընդհանուր որակական համատեքստը, եւ բնականաբար սա շատ կարևոր ազդակ է, որովհետեւ մենք կարողանանք ընդհանուր առմամբ զբաղվել ոչ թե պարզապես սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդրով, այլ կարողանանք նաև տղամարդկանց եւ կանանց իրավահավասարության, աղջիկների եւ տղաների իրավահավասարության, ոչ թե արտոնությունների, այլ հավասար հնարավորությունների տրամադրման կարևորության ուղղությամբ աշխատանքներ իրականացնել եւ ես հույս ունեմ, որ մարզում մենք նաև շատ ակտիվ երիտասարդներ, մարդիկ, հասարակական կազմակերպություններ, ովքեր հետաքրքրված են նշված խնդրով եւ իրենք էլ համայնքային այս խնդիրները բարձրացնելու միջոցով կարևոր դերակատարություն ունենան այս բոլոր բացասական երևույթները հաղթահարելու առումով։ Միջոցառման շրջանակում ցուցադրվել է «Շնորհավոր աղջիկ է» ֆիլմը, նվիրված սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների թեմային։ Ֆիլմը ստեղծվել է Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպանության աջակցությամբ եւ անդրադառնում է Հայաստանում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների հրատապ խնդրին։ «Շնորհավոր աղջիկ է» ֆիլմը չափազանց կարևոր ֆիլմ է, որովհետեւ այն անդրադառնում է մարդու իրավունքներին առնչվող կարևորագույն խնդիրներից մեկին, մասնավորապես սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների բացասական բնույթին եւ այս երևույթի դեմ պայքարի կարևորությանը։ Այս առումով ուզում եմ հատուկ շեշտադրել, որ կարևոր է ընդհանրապես ֆիլմի ցուցադրությունը Հայաստանի բոլոր մարզերում եւ դա էր պատճառը, որ ինքս առաջարկեցի Նիդերլանդների թագավորության դեսպանության մեր հարգելի գործընկերներին մեզ հետ համատեղ ունենալ ցուցադրություններ Հայաստանի տարբեր մարզերում եւ առաջին մարզը, որ ընտրեցինք հենց Գեղարքունիքի մարզն է։ Ֆիլմի դիտումից հետո տեղի է ունեցել թեմատիկ պանելային քննարկում, որին մասնակցել են մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Նիդերլանդների թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ Վինթերը, Ազգային ժողովի падգամավոր Լիլիթ Ստեփանյանը եւ Բաց սահմաններ խաղաղության, ժողովրդավարության եւ զարգացման ինստիտուտ հասարակական կազմակերպության նախագահ Էլեոնորա Բեգոյանը։ Մեր ծրագրերով ցանկացել ենք, որպեսզի հասարակությունում բոլորի հնարավորությունները հավասար լինեն։ Հարկ եմ համարում նշել, որ ես բացասական առումով զարմացած եմ, որ ըստ վիճակագրության Հայաստանում վերջին 25-30 տարիների ընթացքում 80,000 աղջիկ չի ծնվել։ Նիդերլանդների կառավարությունը շատ է ցանկանում, որպեսզի թեմայի շուրջ քննարկումները շարունակական լինեն եւ հասարակությունը ի վերջո հասկանա, որ բոլորը հավասար են եւ յուրաքանչյուրն ունի իր դերը։ Ինչ վերաբերում է մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ համագործակցությանը, ապա նշեմ, որ մեր համագործակցությունը նոր չէ։ Մշտապես ենք աշխատում ՄԻՊ կառույցի հետ տարբեր զգայուն թեմաների շուրջ։ Այսօրվա միջոցառումը այդ աշխատանքի շարունակությունն է, որ իրազեկում
տնտեսական հիմնախնդիրների։ Հատուկ ուշադրություն է դարձվել սահմանամերձ համայնքների բնակիչների իրավունքների պաշտպանության առնչվող խնդիրներին, կապված բժշկական օգնության և սպասարկման հասանելիության, ենթակառուցվածքների զարգացման ու հասարակական տրանսպորտի մատչելիության հետ։ Պաշտպանը կարևորել է նման ձևաչափի քննարկումների շարունակական բնույթը, ընդգծելով, որ համատեղ և համակարգված աշխատանքը հնարավորություն կտա հետևողականորեն կատարելագործել այն համակարգերը, որոնք անմիջական ազդեցություն ունեն մարդկանց կյանքի որակի վրա։